Ասված ըտմական ասել մեզ ամեն մեկիս և ողորմություն անի, որ ամեն մեկիս աղոտ կլսել ինի ամենակալ կլոջը։ Ուղղակի նայում եմ շատ անձնավորություններ երկար տարի հաճախում են գալիս են բժշկության պաշտամունքներին, բայց բժշկություն չկա, որն է պատճառը։ Աստծո խոսքի մեջ գրված է հետևյալ տողը։ Երեմիայի մարգարության մեջ կարդում եմ 8-րդ գլխի 22-րդ համարում հետևյալը. Բալասան չկա կահատում, կամ բժիշկ չկա այնտեղ, ապա ինչու համար առողջություն չգտավ իմ ժողովրդի աղջիկը։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք տեսնենք մեր խնդրումը որտեղից է։ Աստծո խոսքի մեջ եղբայրները մեջ բերում արեցին Մատթեոս ավետարանի մեջ հետևյալ տողերը, որտեղ որ Աստված ասում էր, եթե հորից հաց ուզես քար կտա։ Կարդում եմ ևս մեկ համար, որտեղ որ ամենակալ Տիրոջ խոսքը խոսում է եգիպտացիների վրայով։ Եսայի մարգարության 22-ի ներողություն 19-22-ում գրված հետևյալը. Եվ Տերը պիտի հարվածե եգիպտացիներին, պիտի հարվածե և պիտի բժշկե, և նրանք պիտի դառնան Տիրոջ մոտ, և նրանք պիտի ընդունվին, և նա պիտի բժշկե նրանց։ Եթե Աստված այսօր Եգիպտացում կարող է հարվածել և բժշկել, հարցը հետևյալն է, որն է մեր խնդրումը։ Ուղղակի ուզում եմ, որ այսօր մենք իրոք այս բժշկությունը ունենանք։ Մենք շատ անգամ աղոթում ենք, Աստծո խոսքի մեջ գրված է, խնդրեցեք և կտրվի։ Խնդրում ենք, չենք առնում, որն է պատճառը։ Կարդում եմ մեկ համար, որտեղ որ ամենակալ Աստված խոսում է այսօր մեր ամեն մեկի հետ։ Սա գրված է 80 Սաղմոսի 4-րդ համարում, որտեղ որ Ասապը հետևյալն է ասում. Տեր զորաց Աստված, մինչև երբ կբարկանաս քո ժողովրդի աղոթքի վրա։ Ուրեմն աղոթք կա, որ Աստված չի պատասխանում։ Աղոթք կա, որ Աստծո աչքին հաճելի չէ։ Եվ կարդում եմ հետևյալ տողը, ուղղակի ուզում եմ այս բանացելը մենք սովորենք ամենակալ Տիրոջ խոսքից։ Ինչ ասում ամենակալ Աստված առակած 28-րդ գլխի 9-րդ համարում մեզ ամեն մեկիս։ Նայեք ինչ է գրված, սա մեր բոլորի շինության համար։ Առակած 28-9 Ով որ մեր ժելական չէ, օրենքը լսելուց նրա աղոթնական կարշել է։ Այսինքն Աստված աղոթներ կա, որ չի նախընտրում, չի ուզում։ Այստեղ գրված է, եթե մեկը իրական չէ ծրել օրենքը լսելուց։ Այստեղ ոչ թե 10 պատվիրանների կամ մնացած օրենքների մասին է ուզում Սողոմոնը մեր ամեն մեկի հետ խոսել։ Կա աղոթքի օրենք։ Մատթեոս ավետարան 6-րդ գլխի 33-րդ համարի մեջ գրված է. Սակայն առաջ խնդրեք երկինքի առկայությունը, անոր արդարությունը, մնացած բաները կտրվի ձեզ։ Բայց այսօր մեր խնդրվածքը երկինքի առկայությունը չէ։ Ուշադրություն դարձեք, կարդում եմ մեկ համար 91-րդ Սաղմոսի 14 համարից է, ինչը ասում ամենակալ Աստված մեզ ամեն մեկից։ Մենք այսօր եկել ենք այդ բժշկությունը առնելու, եկել ենք, որ Աստված մեզ ողորմություն անի։ Բայց եթե այս նախապայմանը չկա, բժշկությունը տեղի չի ունենա։ 91 Սաղմոսի 14 համարից մինչև 16-ը չեմ կարդում սկզբի համարը, ուզում եմ կարդալ հետևանքները։ Ես կփրկեմ նրանց, ես պարսը կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը։ Նա կկանչե դեպի ինձ, ես կլսեմ նրան, ես նրա հետ կլինեմ նեղության մեջ, կապրեցնեմ նրան, փառավոր կանեմ նրան, երկայն օրով կշատացնեմ նրան և իմ փրկությունը ցույց կտամ նրան։ Նախապայմանը այդ համարը չկարդացի, հետևյալն է, որովհետև նա ինձ ցանկացավ։ Եթե սոր քո ցանկությունը Տերը չէ, սիրելիս, իմացի, որ պատասխան պիտի չառնես։ Սա գիտեք ինչի է նման։ Երբ որ գնաս տղայիդ աղջիկ ուզելու, աղջիկան հարցնես, տղայից սիրում ես, ասում է տղայիդ չեմ սիրում, բայց քանի որ տղադ հարուստ է ամեն բան ունի, այս տղայիդ կուզեմ, հարց եմ տալիս, կուզես նման աղջիկ։ Այսօր մենք Հիսուսի կարողություն ենք ուզում և ոչ թե Հիսուսին։ Սա է ամենամեծ խնդիրը, որ մենք երկար տարիներ գալիս ենք և այդ բժշկությունը չկա։
Աստծո մոտ անհնարին բան չկա։ Մենք կարդացինք Երեմիա մարգարության մեջ ասում էր. «Բալասան չկա կաղատում, բժիշկ չկա»։ Ելիս 15:26 համարի մեջ գրված է. «Ես եմ քո բժիշկը»։ Աստված, որի մոտ անհնարին բան չկա, ուրեմն խնդիրը մեզանից է, մեր մոտեցման ձևը, մեր խնդրելու ձևը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի այսօր Աստված ուզում է, որպեսզի մենք հավատքով մոտենանք։ Անդրադառնում եմ մեկ համար, որը գրված է Գործք առաքելոցի մեջ։ Ուշադրություն դարձեք, գրված է, որ Պետրոսը Հովհաննեսի հետ գնում էր տաճար աղոթք անելու։ Եվ այնտեղ ինչ տեղի ունեցավ, գրված է, որ տաճարի դռան առաջին կար մեկ անտամալույց անձնավորություն։ Երբ որ մարդիկ ներս են մտնում, հայացքը ուղղում էր, որպեսզի մարմնավոր ինչ-որ մեկ բան ստանար։ Պետրոսը տեսավ այդ անձնավորությունը եւ հետեւյալ խոսք ասաց. Մեզ նայր, մեր ուշը դարձեց դեպի նրան, սպասելով, որ մեկ բան առնեն նրանից։ Պետրոս ասաց. «Արծաթ ոսկի չունիմ, բայց ինչ որ ունիմ, այն քեզ կտամ Հիսուս Քրիստոս Նազարեթյանով, վեր կաց եւ ման եկ»։ Եվ գրված է, որ այդ անձնավորությունը կանգնեց եւ քայլեց։ Ինչ տվեց Պետրոսը այդ անտամալություն։ Գրված է. «Ինչ որ ունիմ, այն քեզ կտամ»։ Մենք կարդում ենք Առակաց գրքի 6-րդ գլխի մեջ գրված հետևյալ տողերը։ Նայեք ինչ ասում Սողոմոն իմաստուն մեզ ամեն մեկիս այստեղ։ Ներողություն 4-րդ գլխի 20 համարից եմ կարդում։ Որդյակս ուշադիր եղիր իմ խոսքերին եւ ականջը տուր իմ ասածներին։ Թող նրանք չգնան քո աչքի առջևից, պահիր նրանց քո սրտի մեջ, որ նրանք կյանք են նրանց գտնողներին եւ նրանց բոլոր մարմնին բժշկություն։ Պետրոսի ունեցված Աստծո խոսքն է։ Եվ այսօր Աստված ուզում է, որ այստեղ մենք հավատքով Աստծո խոսքը ընդունենք, երեխայի պես։ Չնայենք երևույթին, չնայենք հիվանդությանը, չնայենք բարդությանը, մի նայեք թե ինչ է ասում, որից է մեկ այլ նայր ինչ է ասում Աստված։ Քո խոսքը գտնող է, կյանք է գտել եւ բոլոր մարմնին բժշկություն։ Այսօր քուրեր ջան, եղբայրներ ջան, մենք պիտի իրոք այդ հավատքով մոտենանք։ Ուշադրություն դարձեք, երբ որ նայում ես անձնավորությունը, էմոցիայի տակ կարծես թե խանդավառություն է լինում իրեն կյանքի մեջ, բայց գնում է նորից նույն պրոբլեմը։ Աստված չի ուզում ժամանակավոր ինչ-որ քեզ դեղահապ տա, որ այդ ցավը հետո անցնի։ Աստծո նպատակ հետևյալն է, որ դու ամբողջովին բժշկվես։ Իսկ բժշկվելու համար ընդամենը մեկ բան է պետք՝ ամբողջ սրտով հավատալ։ Տերատես կինը ինչ էր արել, ամբողջ ունեցվածքը վատնել էր տալով բժիշկներին։ Ընդամենը փոքր մեկ հավատ, մտածելով, եթե մոտենամ եւ կգտնեմ Հիսուսի քրանցքին եւ կբժշկեմ։ Սիրելիս, Աստծո պահանջը մեզանից մեծ բան չէ։ Այսօր շատերը խորում մտածում են, թե հավատքը այն անձնավորությունների համար է, որոնք որ առանձնապես Աստծո աչքին առաջին մեկ ուրիշ ձևով են ընդունված։ Այն անձնավորությունները, որոնք որ չգիտեն ինչեր են անել, ոչ սիրելիս, Աստծո խոսքի մեջ գրված է, եթե երեխայի պես հավատաս։ Երեխան մեծ հավատ չունի, երեխայի հավատքի մեջ խառնուրդ չկա։ Դավիթը չնայած Գողիաթի այդ մեծությանը, չնայած որ Գողիաթը մեծ զորավար էր, մեծ կռիվներ տարել, ինքը հավատաց Աստծո խոսքին, ընդամենը մեկ խոսք եւ ամբողջ հարցը լուծվեց։ Սիրելի քույրս եղբայրս, այսօր պիտի հավատքով մոտենաս։ Եվ այդ աղոթքը որ պիտի լինի, դու միայն հավատա Աստծո խոսքին եւ այդ խոսքը քո կյանքի մեջ ամեն գործ կատարի։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձեք, Աբրահամի վիճակը ավելի ծանր էր։ Աստված ասել էր, որ Իսակը պիտի աներ զոհասեղան։ Մի հարց եմ տալիս, հիվանդությունն է ծանր, թե որդիդ աներ զոհասեղան։ Եղբայրներ քույրեր, Աբրահամ հավատում էր Աստծո խոսքին, ընդամենը մեկ խոսք, որ Իսակով ժառանգությունը պիտի լինի։ Եվ եթե ուշադրություն դարձեք, Աբրահամ չասեց Սարային, գիտես Սարա այսքան տարի մենք ուրախացանք եւ եկել է ժամանակը, որ Իսակից պիտի բաժանվենք։ Պիտի տանեմ զոհասեղան անեմ, չգիտեմ Աստված ողորմություն կանի թե չի անի, ինքը այսպես չէր հավատում։ Ինքը հավատում էր, որ Աստված ասել է, ուրեմն այո եւ ամեն։ Եվ իշեք Ծննդոց գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք 22-ի 5 համարի մեջ գրված է հետևյալ տողը, Աբրահամը իրեն ծառաներին հետևյալն ասեց. դուք այստեղ էշետ մնացեք, ես եւ իմ տղան մինչև այնտեղ գնանք, երկրպագություն անենք եւ ձեր մոտ ետ կգանք։
Ինքը ինչու համար չասեց Սարային, որովհետև ինքը գիտեր, որ Իսահակի հետ է դառնալու։ Սա է հավատքը։ Այսօր մենք կասկածում ենք, խորը մտածում ենք, որ միգուցե Աստված մեզ չի սիրում, միգուցե հիվանդությունը մեծ է, ասել մոտ անունարի բան չկա։ Ուղղակի այսօր մեզ խանգարող է մեր հավատն է, մեզ խանգարող է մեր մոտեցման ծերունը։ Այսօր շատերը գալիս են ընդամենը մեկ բան, բժշկություն առնելու։ Ոչ սիրելիս, ասել նպատակը մեկն է, երբ որ մենք կարդացինք եգիպտացիների վրայով գրված է հետևյալ տողը, ուշադրություն դարձեք նորից եմ կարդում, եւ Տերը պիտի հարվածե եգիպտացիներին, պիտի հարվածե, պիտի բժշկե, եւ նրանք պիտի դառնան Տիրոջը, եւ նրանք պիտի ընդունեն, եւ նա պիտի բժշկե նրանց։ Եթե սորքո կյանքի մեջ այդ հիվանդությունը կա, ուղղակի մեկ ուրիշ ձեր չհասկանաս, հաղթու Տիրոջը։ Այդ հիվանդությունն է, որ քեզ բերել է այստեղ։ Մենք Գյումրիում ծերանոցում ունենք քույրիկ, Աթրինե քույրիկը, չգիտեմ ովքեր որ եղել են այնտեղ, տարիներ առաջ Միացյալ Նահանգներից հյուրեր կային, ուղեկցեցի ծերանոց, մի հատ տատիկ ասեց Աթրինեի համար, ասեց ինչքան մեղք է։ Աթրինեն ասեց, ես մեղք չեմ, ես Հիսուսում եմ։ Աստված ինձի ոտքեր ծերքեր չի տվել, բայց երկնքում ունեմ։ Եվ հետևյալ ասեց, եթե Աստված ինձ ձերքեր ոտքեր տար, միգուցե ես իրեն չճանաչեմ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, առաջին մեծ բժշկությունը Աստծուն ճանաչելն է, Աստծուն ընդունելն է։ Ուշադրություն դարձեք Միսակ Ստրակ ապետնակով, խոսում ենք այդ երիտասարդների հավատքի վրայով եւ խորում ենք հետեւյալը, որ այնքան զորեղ հավատք է, որ մերժեցին Նաբուկոդոնոսորին։ Իրենց հավատքի կակատնակետ հետեւյալ տողն էր։ Երբ որ մենք կարդում ենք գրված հետեւյալը, Դանիել 3:16-ից 18 համարի մեջ գրված տողերը, ինչ ասեցին։ Եթե նույնիսկ չազատի, մենք քո կանխնցրած արձանին երկրպագություն չենք անելու։ Այսինքն ուզում եմ ասել հետևյալը, եթե նույնիսկ չբժշկի, Աստված բժիշկների բժշկապետն է։ Այսօր անձնավորություն չի բժշկում, հիասթափված տոնում գնում է։ Սիրելիս, այսօր ասում պետք է տեսնել քո հավատքը։ Պողոս առաքյալը ինչ էր ասում 2 Կորինթացիների մեջ։ Եթե բարձրանալ պիտի լինի, միայն իմ տկարությունով է կբարձրանա։ Եթե նայենք նորմալ մարդ իրեն հիվանդությունով կբարձրանա, նորմալ է երևույթը։ Այդ շարունակության մեջ երբ մենք կարդում ենք Պողոսին ասված թույլ տվեց խայտոց, եւ գրված է 3 անգամ աղոթեցի Տիրոջը, այդ խայտոցը չվերցվեցավ։ Եվ Տերն ասեց, բավական է քեզ իմ զորությունը, որովհետեւ իմ զորությունը տկարության մեջ է երևում։ Պողոսը ընդունեց այդ տկարությունը սիրով եւ Տիրոջը փառտվեց։ Այսօր չեմ ասում, որ մենք հույսերս կտրենք եւ չաղոթենք, որ բժշկվենք, ոչ։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք տեսնենք Աստծո ձեռագիրը։ Կարողանանք տեսնել, ինչու համար շատ անգամ Աստված չի բժշկում։ Ես հավատում եմ հետևյալ կերպ, միգուցե բժշկի, ես դառնամ նորից իմ բնությանից։ 10 բոլորների բժշկեց ընդամենը մեկը, հետ եկավ եւ Տիրոջը երկրպագություն եղավ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, բժշկությունը տեղի ունենում միայն հավատքի միջոցով։ Այսօր շատերը մտածում են, եթե այդ եղբայրն աղոթի, Սուրբ Գրքի մեջ գրված է, արդար աղոթքը զորավոր է, բայց այսօր եթե դու հավատքը չունես, երբեք մեկը աղոթքը քեզ բժշկություն չի տա։ Եվ ես կուզեի, որ այսօր մենք ամեն մեկս լույս նայենք հետևյալին։ Նաև ասում եմ հետևյալը, որ Աստված բժշկում է կոտրած սրտերը։ Հիշում եք Սաղմոսների 147 Սաղմոսի 3-րդ համարի մեջ գրված հետևյալ տողը։ Կարդամ բոլորի շինության համար 147-րդ Սաղմոս 3-րդ համար։ Նա բժշկում է սրտով կոտրվածներին, հատատում է նրանց խոցը, սրտով կոտրված։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր երբ որ նայում ենք այս դրվագին, ամենակալ Տիրոջ նպատակը մեկն է, մարդուն ունենալ իրեն մոտ։ Հիշում եք, Եսայի մարգարության 57-ի 15 համարի մեջ գրված է, բնակվում են բարձրում, բայց լինում են կոտրած եւ խոնար հոգի ունեցողներ։ Այսօր մեր սիրտը փշրված չէ Տիրոջ առաջ։ Աստված ուզում է, որ մենք փշրվենք, խոնարհվենք իրեն առաջ։ Սիրելի քույրս եղբայրս, մեկ օրինակ եմ ուզում ցույց տալ Սուրբ Գրքից եւ կուզեի, որպեսզի այդ վիճակը մեր մեջ լինի։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ,
Արաքած Տարշոսի 30 համարի մեջ գրված է հանդարտ սիրտը բժշկություն է մարմնի համար, հանդարտ սիրտը։ Այդ հանդարտությունը որտեղից է ծնվում։ Աբրամը հանդարտ էր, երբ որ Իսակ անում էր զասեղը։ 4-րդ թագավորաց 4-րդ գլխի մեջ երբ կարդում ենք, այնտեղ Սալոմոնի կինկա, կհիշեք այդ պատմությունը։ Ելիսեն միշտ գնում էր այնտեղ հաց էր ուտում եւ եղավ որ Ելիսեի խոսքով այդ կինը զավակ ունեցավ։ Ուղարկեց կնոջ հավատքին եմ ուզում անդրադառնալ եւ կուզեր որպեսզի մենք այդ հավատք ունենանք։ 4-րդ թագավորաց գրքի մեջ կարդում եմ հետեւյալ տողը, նայեք ինչ տեղ ունեցավ։ Եղավ որ զավակ ունեցավ եւ անցավ ժամանակ ապա զավակը մեծացել էր, գնաց իրեն որ մոտ։ Եվ գրված է այնտեղ որ ասես գլուխս եւ մայրը հայրը զավակին ուղարկեց մոր մոտ։ Եկավ մոր մոտ եւ գրված է որ մոր ծնկների վրա երեխան մահացավ։ Ինչ արեց կինը։ Չգիտեմ, եթե ես վերցնեմ ին վրա, դուք էլ ձեր վրա։ Ինչ կանեք, եթե զավակը մահանա։ Ուշադրություն դարձրեք կնոջ գործունեությանը։ Եվ նա վեր գնաց նրան պարկեցրեց ասում մարդի անկողնու վրա։ Ետևից կողպեց եւ գնաց։ Եվ իր մարդին կանչեց ասավ, ծառաներից մեկին ինձ մոտ ուղարկիր, էշերից մեկի հետ, որ շուտով գնամ մինչև ասում մարդին եւ ետ տառնա։ Եվ մարդ ասաց, ինչու համար ես այնտեղ այսօր գնում։ Ոչ ամսակլուխ է, ոչ էլ շաբաթ։ Եվ նա ասաց, հանգիստ եղեք։ Հետաքրքիր է, երեխան մահացել է, ամուսնուն ասում է հանգիստ եղեք։ Ամուսնուն չասես, գիտես, երկար ժամանակ զավակ չենք ունեցել։ Ասված զավակը տվեց, բայց այսօր մահացավ։ Նույն Աբրամի հավատն է։ Ասեց հանգիստ եղեք։ Դուրը կողպել է։ Ինքը հավատում էր, որ մարգարեն կա, այդ բժշկությունը տեղի կունենա։ Այսօր մարգարեն չի, ասված է այստեղ։ Ուղղակի խնդրանք է, որ հավատքով մոտենանք Տիրոջը։ Երեխայպես հավատալով, հավատալ, որ Տերը բժիշկները բժշկապետ է։ Այս խնդրանքս հետևյալն է, քույրս եղբայրս։ Այսօր բժշկությունը կատարվում է միայն այն դեպքում, երբ որ դու ամբողջ սրտով Տիրոջ ուզես։ Ասապի կյանքի մեջ պրոբլեմ էր։ 73-րդ Սաղմոսի մեջ Ասապն ասում է, քիչ է մնացել ոտքերս սրվեն։ Մարդ ասում է, որ բազում Սաղմոսներ ուներ Սուրբ գրքի մեջ։ Ինչու համար են ինքը այդ պրոբլեմի առաջ կանգնել։ Նախանձով լսեցա հպարտների վրա, ամբարիշտների խաղաղությունը տեսնելիս, նրանք ցավ չունեն, Ասապ ուներ այդ ցավը։ Բայց երբ որ մտավ Տիրոջ խորանը եւ իմացավ, որ այդ մարդկանց վերջ ավիտենական տանջանքն է, փոխվեց Ասապի հավատքը։ Եվ նայեք ինչ ասում 73-րդ Սաղմոսի մեջ Ասապ մեզ ամեն մեկից։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ասում պետք է սա, առաջնայինը սա է։ Կարդամ այդ համարը մեր բոլորի շինության համար։ Ով ունեմ ես երկնքում, քեզի ճոպան, չեմ ուզում երկրը։ Թեև մարմինս ու սիրտս մաշվի, Աստված հավիտենական իմ սրտի ոչն է ու իմ բաժինը։ Սիրելիս, այսօր մենք պիտի պարզ հավատանք, որ ամենամեծ բժշկությունը Աստծուն ունենալու, Աստծու հետ ապրելու։ Իսկ հետևանքը մարմնավոր բժշկություն է։ Ես չեմ սիրում ինձանից պատմել, բայց այս վկայությունը կուզեմ տամ, շատ եղբայրներ գիտեմ, երկար ժամանակ հատված խնդիր ունեի գլխի, այստեղ 3 անգամ MRT-ով եմ ստուգել, տոմոգրաֆով եմ ստուգել, նույնը Եվրոպայում, նույնը Միացյալ Նահանգներում։ Երբ որ ճնշումս բարձր տարան, Միացյալ Նահանգներում ամենամեծ կլինիկան է գլխի երևի աշխարհում Ստանֆորդ համալսարանի բժշկական կենտրոնը, ինչևից է, որ առաջի հետազոտությունը արեցին, ասացին, որ դու ինսուլտ ես ստացել։ Բերանը ծրված է, գլխի հետևի մասը երակները լրիվ խցանված են, ավելի դժվար վիճակ էր, քան թե Հայաստանի ներկայացրած։ Եվ իրենք սկսեցին ինսուլտի դեմ, չգիտեմ ինչու դեմ բժիշկել, ես ընդամենը մեկ աղոտ եմ բերել Տիրոջ առաջին տեր, որտեղ որ սխալվել եմ ներիր։ Միգուցե աշխին հաճելի չեմ ապրել ժամանակ հատվածում։ Միգուցե ծուրություն եմ արել, միգուցե ամբողջ սրտով քեզ չեմ պաշտել։ Երկրորդ օրը եկան եւ տարան MRT-ով ստուգեցին, հաջորդ օրը 5 բժիշկներով եկան եւ ինձ հետ եղբայրներից մեկն էր, Լերոնիկ եղբայրն էր, ասեցին լրիվ պատասխաններ եկել են, ով է ինքը, ասեց ինքերս, ասեց ինքերոդ չետ մոտ ասենք, թե առանց են։
Դե հարցում են ձև է, խորում մտածում ես ուրեմն իշկան վատ բանք ա, որ ինքերը չիման, ասենք ես, ասեք պրոբլեմ չկա։ Ասես դու կատարելապես բժիշկ է, առողջ ես, ոչ մի խնդիր չունես, ոչ երակներ տնցուր, ոչ ինսուլտ ես տարել, ընդամենը մեկ փոքր մաքուր աղոտ տիրոջ առաջին, գուրեր չան, եղբարներ չան, այսօր հարցս հետևյալն է, դու ինքդ քեզ հարցուր քո սրտի մեջ, Աստծո հետ ուղիղ ես թե չէ, ինքն է քո բուն կյանքի նպատակը, ինքն է քո խնդրվածքը, թե մանունավոր է, թող տիրոջ անունը փառավորվի, գանք տիրոջ առաջին Խնդրենք ամենակալ տիրոջը, որ Աստված իրեն բժշկարկ ձեռքը տարածի մեր ամենների վրա։ Առաջին հոգևորապես և անունավորապես։ Ունես Աստված, որից է մեկ խնդիր չկա։ Իրեն անունը փառավորվի ամեն։ Երկնային խոնարհվում ենք գայթ առաջ։ Խնդրում ենք քո իրական մեծ ողորմություն ու շնորհը Տեր։ Օշնյալ բարեգույթ ձեռքը տարածիր մեր վրա։ Ողորմություն ալտերի Աստված ավելացրա մեր հավատքը, որ ամբողջ սրտով հավատանք, որ դու ես կյանք և ուրախությունը,